Սիրված և ճանաչված դերասանուհի Ռոզա Դավթյանի մասնակցությամբ ցանկացած հրապարակում ակտիվորեն տարածվում է համացանցում։ Վերջինս բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, որտեղ ժամանակ առ ժամանակ հրապարակումներով է հանդես գալիս, այդպիսով ցույց տալիս իր աշխատանքային գործունեությունից նկարահանման հրապարակից դրվագներ, ինչպես նաև ցույց է տալիս միջոցառումներից հատվածներ, որոնց մասնակցություն է ունենում հենց դերասանուհին։ Օրեր առաջ դերասանուհին մասնակցել է իր ընկերուհիներից մեկի հարսանյաց հանդեսին։ Ընկերուհու հետ ծանոթացել է համագործակցության ժամանակ, որից հետո նրանց համագործակցությունը վերածվել է մտերմության։ Արդեն օրեր առաջ Ռոզա Դավթյանի ընկերուհու հարսանիքն էր, որին մեծ ակտիվություն է ունեցել վերջինս։ Ռոզան բավականին գեղեցիկ տեսքով է ներկայացել ընկերուհու հարսանիքին, որին նաև ներկա է գտնվել բլոգեր Մաշ Քարամյանը։ Մաշը ևս տվյալ աղջկա հետ ծանոթացել է համագործակցության արդյունքում։ Ներկայացնում ենք հարսանիքից մի քանի կադրեր առանց մեկնաբանության։ Նշենք նաև, որ Ռոզա Դավթյանը օրեր առաջ հրապարակել էր երջանկայիշատակ հայրիկի մասնակցությամբ լուսանկար, այդպիսով նշելով, որ նրա մահվան 4-րդ տարելիցն է։ 4 տարի առաջ հոկտեմբերի 28-ին մենք մնացինք առանց քեզ, պապ։ 4 տարի ես չեմ զանգել քեզ։ 4 տարի քո համար սուրճ չեմ դրել։ 4 տարի քեզ չեմ օգնել խանութի գործերում։ 4 տարի ամենառավոտ չես հանել ինձ քնից ու ասել, որ աղջիկն այդքան չի քնի։ 4 տարի առաջ ես լրիվ ուրիշ մարդ էի, դու ինձ չես տեսել հիմա, 4 տարի հետո։ 4 տարի քո ծնունդը չեմ շնորհավորել։ Քո հետ չեմ խոսացել որսից, թռչուններից, կրակելուց։ Ես քեզ սպասում եմ, պապ։ Գոնե հիմա արի, 4 տարի հետո։ 4 տարի ու ցավ այն ա, որ դեռ մի ամբողջ հավերժություն մենք չենք հանդիպելու։ Իմ աբրվելիք ոչ մի օրում ես քեզ էլ չեմ տեսնելու։ Երբեք։ Հավելենք նաև, որ Ռոզա Դավթյանի մասին մենք հաճախ ենք հրապարակումներով հանդես գալիս։ Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ Կույր աշխարհ հեռուստասերիալից։ Այդ օրից ի վեր վերջինս սիրված է հանրության կողմից, նրա յուրաքանչյուր հրապարակում, անձնական կյանքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն
Հետաքրքրում է հետևորդներին և նրա երկրպագուներին։ Ընդամենը մի քանի ամիս առաջ դերասանուհի Ռոզա Դավթյանը ամուսնացավ։ Նրա հարսանեկան կադրերը ողողվել էին ողջ համացանցով մեկ։ Դերասանուհու ընտրյալը ռուսաստանցի գործարար է։ Զույգի պսակադրությունը տեղի ունեցավ Սուրբ Սարգիս եկեղեցում։ Դերասանուհին ցանկացել էր, որ հարսանիքի օրը լինի լուսահոգի Հայրիկի ծննդյան օրը։ Նրան եկեղեցի էր ուղեկցել հորեղբայրը։ Հայտնիները իհարկե այսօր ևս ներկա էին, հյուրերի շարքում էին սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն ու դերասանուհիներ Եվա Բաղդասարյանն ու Դիանա Տորեսը։ Նրանք հարսանեկան արարողությունից կադրեր էին հրապարակել ինստագրամյան հարթակում։ Դե իսկ հարսանիքից առաջ Ռոզա Դավթյանը ինստագրամյան իր էջում Bright to be արարողությունից լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել։ Դերասանուհին նշանադրվել էր 2024 թվականի հոկտեմբեր ամսին։ Նախքան այդ նա երբևէ չէր ակնարկել, որ իր սիրտը զբաղված է։ Այսօր դերասանուհին նոր ֆոտոշարքով է հանդես եկել, որտեղ բավականին գեղեցիկ տեսք ունի։ Բաց կապույտ զգեստը նրան շատ է սազում։ Հրապարակմանը կից դերասանուհին խորհրդավոր գրառում է թողել. «Մեզ սիրել ստիպում է մենակությունը և միևնույն ժամանակ սովորեցնում ատել անմնացորդ։ Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել. սեր։ Սիրել բոլորին, հասկացա, որ ուրիշը ես եմ, և սիրել պետք է նրան, և ես երբեք այդպես երջանիկ չէի եղել, ինչպես այն ակնթարթում, երբ իմ մեջ զգացի այդ սերը»։ Դերասանուհին իր լուսանկարներին կից թողել է Սոկրատեսի խոսքերը։ Նշենք նաև, որ Ռոզա Դավթյանն ու նրա սիրելին, ինչպես նաև Լևոն Մկրտչյանն ու սիրելին ամուսնացան նույն շրջանում, ընդամենը մեկ շաբաթվա տարբերությամբ։ Նրանք յուրաքանչյուրն էլ հարսանիքից հետո չմեկնեցին Մեղրամսի, շարունակեցին աշխատել և միայն մի քանի ամիս անց նրանք երկուսով միաժամանակ իրենց սիրելիների հետ մեկնեցին Մեղրամսի։ Նշենք նաև, որ մինչ օրս համացանցում ակտիվորեն տարածվում են Ռոզա Դավթյանի հարսանեկան կադրերը։ Ռոզան բավականին գեղեցիկ տեսք ուներ։ Նա ընտրել էր նուրբ վարսահարդարում և նուրբ դիմահարդարում։ Նրա զգեստը ևս յուրօրինակ էր, առանց ավելորդ ճոխությունների։ Առանձնացրել ենք Ռոզա Դավթյանի հարսանիքից մի քանի կադրեր և ներկայացնում ենք դրանք ձեր ուշադրությանը։